Ողջույն սելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում շարունակում է խաղային շաբաթը եւ արդեն այսօր խաղային օրվա առաջին հանդիպումը կմրցեն միմյանց դեմ Նապոլին եւ Մարսելը, սա Եվրոպա լիգայի շրջանակներում ընթացող 1 քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումն է, որտեղ իսկապես շատ հետաքրքիր դիմակայություն է մեր սպասվում։ Ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմին եւ այսպես կա մրցավար Իսուլիչը մեկնարկեց հանդիպումը։ Նապոլի դարպասը պաշտպանում է Կամո Կլեկչյանը համար 1, Կարո Պողոսյան համար 2, Օրյուն Մխիթարյան համար 12, Միքայել Արաբյան համար 13, Ռուբեն Ալումյան համար 17, Արչա Կարաքելյան համար 22, Նարեկ Պողոսյան համար 23 եւ Միլան Գրիգորյան համար 77։ Մարսել դարպասը պաշտպանում է Էդգար Մաղաքյանը համար 66, Թովմաս Դավթյան համար 4, Կարլեն Վարդանյան համար 6, Արման Գալստյան համար 7, Ամբարսում Մանուկյան համար 9, Գևորգ Հայրոյան համար 11, Նարեկ Իսկանդարյան համար 17, Դավիթ Ջուլակյան համար 22, Արման Սահակյան համար 26, վտանգավոր է այստեղ ու կար խաղի կանոնների խախտում Մարսելի ֆուտբոլիստի կողմից։ Արման Սահակյան համար 26 եւ Արա Հակոբյան համար 88։ Գրիգորյան այստեղ պայքարի գնդակի համար, բայց շատ հեռու թողեց։ Գլորում են Նապոլի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում Ալումյան, բայց այստեղ չասա փոխանցում այնպես ինչպես արդեն վտանգավոր իրավիճակ է։ Գնում է Պողոսյանը գնդակ ու կարող է բացել հանդիպան հաշիվը, հարված, բայց Գերազանց է գործում այստեղ Մարսելի դարպասապա Մաղաքյանը եւ հեռացեց գնդակը։ Եզից նետում են Նապոլի ֆուտբոլիստները, Նապոլին ստեղծեց իր առաջին վտանգավոր պահը այս խաղում։ Եզրային նետում կտեսնենք։ Ալումյան նետեց եզրից։ Այստեղ համար պայքար էր գնդակի համար, բայց այնուամենայնիվ Մարսելի ֆուտբոլիստները մնացին գնդակով, հետո էլ Մխիթարյանը շատ արագ նահանջեց ու խլեց։ Աջ եզով է հիմա իր ընթանում Նապոլիի գրողը։ Հարված ենք տեսնում, բայց շեղությամբ ընթացավ գնդակ, այստեղ հարվածային դիրքում է հայտնվել Արշակ Կարաքելյանը, բայց չափազանց սուր էր անկյունը եւ հարվածը չընթացավ այնպես ինչպես արկն է։ Հիմա Մարսելը սկսում է խորքից, այո թիմերը շատ հետաքրքիր խմբային փուլ անցկացին։ Գրիգորյան դեպի աջ է ուղարկում Պողոսյանին գնդակը, Պողոսյան լավ անցում էր, չի ավարտվել Նապոլի գրողը փոխանցում, բայց այսքանով արդեն ավարտված է, քանի որ չկար ոչ ոք որպեսզի արձագանքեր Պողոսյանի կատարած փոխանցմանը։ Հիմա Մարսելն է շարժվում առաջ աջ եզրով։ Վարդանյան փոխանցում, բայց առաջինը գնդակին հասավ այստեղ Նապոլիի պաշտպան Կարո Պողոսյանը ու հեռացեց գնդակը։ Շատ ակտիվ մեկնարկ է հանդիպան հենց սկզբում երկու թիմերի կատարմամբ էլ, բայց վտանգավոր պայերով այսօր առայժմ միայն մեկ հարված ենք տեսել եւ դա Պողոսյանի կատարած հարվածն էր, որից հետո կարողացավ Մարսելի դարպասապահը հեռացնել գնդակը։ Գրովում են Մարսելի ֆուտբոլիստները, բայց Գրիգորյանը այստեղ խաչով խլում կարողացավ կատարել Իսկանդարյանից ու հիմա Պողոսյանն նորից հարձակման կենտրոնում, հետ փոխանցում Արաքելյան, շարժվում է առաջ Արշակ Կարաքելյանը, տեսնենք եւ այո Մարսելի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը։ Եզրային նետում կիրացնեն Նապոլիի ֆուտբոլիստները։ Պողոսյանը կնետի եզրից։
Կարո Պողոսյան, հետ փոխանցում դեպի Կորյուն Մխիթարյանը, նորից Պողոսյան։ Ուղարկեց գնդակը Գրիգորյանին։ Գրիգորյան դեպի կենտրոն ընթացավ հարված կատարեց, բայց այստեղ դարպասապան նորից հասցրեց հեռացնել գնդակը։ Նորից հրկում է Մարսելին թիմի դարպասապա, անկյունային իրացնի Նապոլին։ Պողոսյանն է գնդակի մոտ, տեսնենք։ Կա փոխանցումը, բայց նորից այստեղ առաջինը գնդակին արձագանքեց Էդգար Մաղաքյանը հեռացնելով գնդակ, ուսա հնարավորություն է Մարսելի համար հակակրող կազմակերպելու, բայց ավարտված է նրանց գրող, Կարո Պողոսյանը հասցրեց ու հիմա այս խաղում են Նապոլի ֆուտբոլիստները, ես իսկ կնետի Մարսելը։ Պողոսյանը ուղղեց իր սկալը այստեղ, լավ անցում էր ու կա Գրիգորյանի տարբերակը նկատեց։ Միրան Գրիգորյան նորից խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ ու շատ լավ փոխանցում այստեղ կատարեց Պողոսյանը Ալումյանի ուղղությամբ Գրիգորյան Արաքելյան սա փոխանցում էր, բայց ավելի արագ էր գնդակից Նարեկ Պողոսյան ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հայրոյան գնդակ ուղարկեց այստեղ դարպասապային։ Վարդանյանն է աչեզում, Բարսից փոխանցում, բայց ուժեղ էր այս փոխանցումը ու արված կլինի Նապոլի դարպասից։ Չեզային նետում է նշանակել մրցավարը, այո դիպել է գնդակը դրիչոր մեկին, Նարեկ Պողոսյանն է շարքում առաջ, լավ արագություն է զարգացնում Պողոսյանը։ Պողոսյան կան տարբերակներ, բայց մնաց գնդակով Պողոսյանը ու հիմա հաջող փոխանցում ստացվեց Արաքելյան։ Տեսնում ենք հարված ու գնդակը չհայտնվեց այստեղ դարպասում, բարձր ընթացավ Արաքելյանի կատարած հարվածը, շատ վտանգավոր էր, արդեն Նապոլի ֆուտբոլիստները իսկապես ստեղծում են պահեր ու այս պահին ավելի մոտ են առաջինը հաջողության հասնելուն։ Ալումյան փորձեց այստեղ գնդակը Ալումյանը, բայց թույլ չտվեց, որպեսզի մրցակիցն հակակրող կազմակերպի։ Պողոսյան շատ հաջող պահեց այստեղ գնդակը Կարո Պողոսյանը ու լավ փոխանցում է կատարում Արաքելյանի ուղղությամբ, Արաքելյան չանցավ այս փոխանցումը։ Ալումյան խաղարկում է գնդակը Մխիթարյանի հետ դեպի Գրիգորյանը, Միրան Գրիգորյան լավ անցավ մեկին ու սա խաղի կանոնների խախտում էր, այո, Վարդանյանի կողմից։ Ու հենց Գրիգորյանն էլ տիրացնի ուգանայինը, կա մրցավարի սուլիչը, Միրան Գրիգորյան տեսնենք, հարված է կատարում, բայց դարպասապա վերցեց այստեղ գնդակը։ Վարդանյան խորքից փոխանցում ենք տեսնում դեպի արձակման ձախ եզր ու այստեղ արդեն հեռացեց Պողոսյանը գնդակը, արագ խաղարկում են անկյունայինը Մարսելի ֆուտբոլիստները, բայց պետք է կրկնել, այդ իսկ պատճառով սուլեց մրցավարը։
Այրոյանն է հիմա իրացնելու։ Անկյունայինը նորից խաղարկում են Մարսելի ֆուտբոլիստները, բարձից փոխանցում, բայց չասա, բայց գնդակին Սահակյանը ու հարված կլինի Նապոլիի դարպասից։ Գրիգորյան հաջող փոխանցում կարողացավ կատարել Արաբյանի ուղղությամբ կա փոխանցումը, բայց չհասավ գնդակը այստեղ Պողոսյանին։ Այդոնյան պահեց գնդակ ու շատ հաջող փոխանցում կարողացավ կատարել դեպի Հակոբյանը։ Հիմա էլ կրոյն են միացնում Իսկանդարյանին ու դուրս էր եկել այո գնդակը դաշտի սահմաններից։ Արաբյան Արաքելյանն է գնդակով դեպի Աջ Պողոսյանին ուղարկեց ու այդ փոխանցում Մխրայանի ուղղությամբ գրում է Մարսելը Ձախ եզրով դեպի կենտրոն Հայրոյանն է ուղարկած այս փոխանցումը ու այդ փոխանցում դեպի Վարդանյանը։ Վարդանյան ևս մեկ խորքից փոխանցում, բայց ոչ ոք չարձագանքեց հարձակման գծում այս փոխանցմանը ու նորից գնդակը Նապոլիին է լինելու։ Մխիթարյան ինչ է կատարվում այստեղ ամեն ինչ հաջող ավարտվեց պարզապես Նապոլիի համար հակառակ դեպքում արդեն Մարսելը առաջ կանցնել հաշվի մեջ ուղղակի այստեղ չարաբաստիկ անդրադարձ հիմա կարող է լինել արդեն Մարսելի ֆուտբոլիստի ոտքից Դավթյանն էր այս իրավիճակում, բայց լավ է որ գնդակը դուրս եկավ դեպի անկյունային, այո։ Անկյունային կիրասի Նապոլին տեսնենք։ Կա մրցավարի Սուլիչը։ Տեսնում ենք փոխանցում դեպի Արաքելյանը, բայց շատ թույլ ստացվեց, չնայած գնդակով հենց Արաքելյանը մնաց, Արաքելյան թողեց գնդակը Արաբյանին, դեպի Աջ է ուղարկում Արաբյանը, Պողոսյան հաջող անցում էր ու հիմա տեսնենք փոխանցում կհետևի Տուգանային հրապարակ, ցածրից միայն եւ Մարսելի ֆուտբոլիստները այստեղ արագ հակագրոհի են անցնում, Իսկանդարյանն է հարձակման գծում, բայց Մխիթարյանը այստեղ գերազանց պաշտպանվեց։ Ու ես իսկ կնետիմ Մարսելը, Իսկանդարյան հետ փոխանցում։ Դավթյանն է գնդակով, Վարդանյան։ Նորից Իսկանդարյան հասրեց փոխանցում կատարել Վարդանյանի ուղղությամբ։ Վարդանյան անցավ մեկ ֆուտբոլիստի հարված ու հանդիպան հաշիվը բացում է Վարդանյանը 1-0 Մարսելն առաջ է անցնում հաշվի մեջ։
Այո, Կարեն Վարդանյանը շատ գեղեցիկ գոլ խփեց ու հիմա արդեն ունենք գոլ։ Հանդիպան առաջի խաղակեսում, տեսնենք Նապոլին ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին։ Արեք ինչ է լավ։ Արի։ Վարդանյան լավ փոխանցում կարողացավ կատարել դեպի Իսկանդարյան ու եզրային նետում լինի։ Հենց Վարդանյանն էլ տնետի եզրից։ Բայց Արաբյանը այստեղ հեռացնում է գնդակը։ Վարդանյան չհասկացան այստեղ միմյանց, բայց Վարդանյանը խլեց գնդակում, այն մնաց Մարսելի մոտ։ Վտանգավոր է։ Հակոբյանն է գնդակով դեպի Վարդանյանը ծածրից փոխանցում ու հիմա էլ անկյունային արվածքը տեսնենք, այո, գնալով հանդիպումը այլ ավելի հետաքրքրանում, քանի որ ունենք այս պահին խաղադաշտում խփած գնդակ, թիմերից մեկը հաղթում է, մեկը պարտվում եւ դա բնականաբար էլ ավելի է մեծացնելու հանդիպան ինտրիգը։ Հիմա փոխանցում ենք տեսնում Այրոյանի կողմից, բայց դարպասապահ վերցրեց գնդակը ու Արաքային նետում է դեպի Արաքելյանը։ Լավ փոխանցում ստացվեց Արաքելյանից դեպի Պողոսյանը, բայց դուրս էր եկել, այո, գնդակը դաշտի սահմաններից, ամեն ինչ հստակ նկատեց մրցավարը ու սկսում է Մարսելը նորից։ Այրոյան Իսկանդարյան գուցե հարվածում է, բայց բարձր է ընթանում Իսկանդարյանի կատարած հարվածը։ Լավ փոխանցում էր Պողոսյան, կարող է հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց այստեղ ոչ ոք ոչինչ չէր կարող անել, 1-1 Պողոսյանը գրավում է մրցակցի դարպասը ու հանդիպան հաշիվը հավասար է։ Այո, շատ ժամանակ չպահանջվեց Նապոլիից նորից հավասարություն մտցնելու հաշվի մեջ։ Վարդանյան դեպի ձախ է ուղարկում գնդակը։ Բայց այս փոխանցումը անհասցե էր ու հանգիստ վերցրեց այստեղ գնդակը Նապոլիի դարպասապահ Կլեքչյանը, Միլան Գրիգորյան, թողեց գնդակը Արաքելյանին, փոխանցում ենք տեսնում Արաքելյանի կողմից պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը, Նարեկ Պողոսյան, հետ փոխանցում դեպի Արաքելյանը, Արաբյան, գուցե հեռվից փորձի կրակել Արաբյանը, առայժմ ոչ, Ալումյան, աչից կա տարբերակ, նկատեց Պողոսյանի գրոյին միանալը, բարձից փոխանցում ենք տեսնում, Նարեկ Պողոսյան, մնաց գնդակով առայժմ Պողոսյանը, Արաքելյան, չի ավարտվել Նապոլիի գրո, Ալումյան, բայց ուժեղ է այս փոխանցում ու հարված Մարսելի դարպասից, այո,
Դավթյան բարձից փոխանցում ու հաջող է այս փոխանցումը։ Ինչ է այստեղ։ Վարդանյանն է գնդակով, բայց չանցավ փոխանցում ու իրենից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Արաբյան փոխանցում թողեց Արաքելյանը գնդակը Գրիգորյանին։ Գրիգորյան պատխաղարկում ստացվեց Ալումյանի հետ, լավ էր մտածել, բայց Պողոսյանը չէր սպասում այս փոխանցմանը ու չարձագանքեց գնդակին։ Վտանգավոր է ու գոլ, դա Պոլին բաց է թողնում Եգոր գնդակը, Մարսելն առաջ է հասնում նորից հաշվի մեջ։ Արման Սահակյանն է դառնում Մարսելի կազմում գոլի հեղինակ ու այս խաղում երկրորդ անգամ Մարսելն առաջ է հասնում հաշվի մեջ։ Իսկապես շատ հաջող գործեց այստեղ Սահակյանը, անցավ պաշտպանների թիկունք ու թույլ չտվեց որպեսզի դարպասապահ վերցնի գնդակը, կախեց գնդակը նրա ձեռքերի վրայով։ Ու 2-1 այո Մարսելը արդեն ընդվիճումից առաջ անցավ հաշվի մեջ։ Այս անգամ իհարկե կփորձեն պահել այս առավելությունը մինչ ընդմիջման գնալը, բայց կարծում եմ Նապոլին այլ ծրագրեր կունենա այս բաց թողած գնդակից հետո տեսնենք։ Պողոսյան խլեցին նրանից գնդակը այստեղ, բայց ինքն էլ նահանջում է ու խլում գնդակը։ Հիմա նա է շարժվում առաջ, Արաքելյան, Կարո Պողոսյան, շատ հաջող գործեց այստեղ Կարո Պողոսյան, Արաքելյան, Նարեկ Պողոսյան, Ալումյանն է միացել թիմի գրոհին, Արաբյան, թողնում է Արաքելյանին, վտանգավոր գրոհ է ձեռնարկել Նապոլի և անկյունային արված են այստեղ վաստակում Նապոլի ֆուտբոլիստները, չանցավ այո այս դրվագում Արաքելյանի փոխանցումը։ Արաբյանն է իրացնում անկյունայինը բարձից փոխանցում, Գրիգորյան, բայց հեռացավ գնդակ այստեղ Գրիգորյանից։ Ու եզրային նետում այո տեսնենք։ Կար, այո, կար այստեղ խաղի կանոնների խախտում Ալումյանի նկատմամբ ու ստանդարտ կիրասի Նապոլին։ Արաքելյանն է գնդակի մոտ կամար ցավարի սուրճ, Արաքելյան ցածրից հարված կատարեց և այստեղ գնդակը Մարսելի ֆուտբոլիստներից հեռացավ, անկյունային հարված կտեսնենք։
կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ Կարաբյան չի ստացվում հարվածը Պողոսյան շարունակվում է Նապոլի գրո Պողոսյան եւ թույլ էր այս հարված ու հարված կլինի Մարսելի դարպասից Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այս անգամ չստացվեց Արման Սահակյանի հարվածը ինչպես նախորդ դրվագում երբ նա դարձավ գոլի հեղինակ Ալոմյան Մկրտարյանի հետ է խաղարկում Պողոսյան կարծում եմ առաջ խաղակեսի վերջի գրոհը կլինի սա, քանի որ խաղաժամանակն ավարտված է, այո առաջի խաղակեսն ավարտված է, կարճատև դադար, որից հետո կշարունակենք այս հետաքրքիր հանդիպումը Սիրելի ֆուտբոլասերներ, մեկ տարկեց երկրորդ խաղակեսը Մարսելն ընդդեմ Նապոլիի անչափ հետաքրքիր հանդիպան, առաջի կեսից հետո առայժմ հանդիպան հաշիվը 2-1 է օգնում Մարսելի ֆուտբոլիստերի նախ կարողացավ Վարդանյանը բացել հանդիպան հաշիվը, ապա Նարեկ Պողոսյանը հավասարեցրեց Նապոլիի կազմում մի քանի րոպե անց բաց թողած գնդակից հետո հանդիպան հաշիվը իսկ խաղակեսի վերջնամասում Սահակյանի կատարած հարվածը գլխով շատ գեղեցիկ ստացվեց ու Մարսելը գնաց ընդմիջման 2-1 հաշվի պարագայում երկրորդ խաղակեսում իհարկե էլ ավելի անչափ հետաքրքիր ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ, քանի որ երկուսն էլ մտածում են միմիայն հաղթանակի մասին ու կարծում եմ դա այնքան էլ հեշտ չլինելու ցանկացած թիմի համար, քանի որ սա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչն է եւ այստեղ հենց այնպես թիմերը չեն այտվում։ Հիմա գրովում է Նապոլին, Պողոսյան դեպի Նարեկ Պողոսյանը փոխանցում կատարեց, անցավ մեկ ֆուտբոլիստի Պողոսյանը ու ստացվեց հաջող փոխանցում, հարված կտեսնենք արդյոք, կա հարվածը, բայց այստեղ բարձր է ստացվում Արաքելյանի կատարած հարվածը շատ լավ հնարավորություն ուներ հենց խաղակեսի մեկնարկում Նապոլին, բայց չօգտագործեցին իրենց Նապոլիի ֆուտբոլիստները Ալումյան տարեց փոխանցումը կասնյաց գնդակին անկասկած Մխիթարյանը պահեց այն Պողոսյան ու դուրս չի եկել այո գնդակը դաշտի սահմաններից պետք է շարունակել հանդիպումը Պողոսյան հիմա հաստրեց հեռացնել գնդակը Գրովում է Մարսելը, տեսնենք, բայց Արաքելյանը կարողացավ խլել ու հիմա Նապոլին շատ լավ հնարավորություն ունի արագ հակագրով կազմակերպելու բայց ուժեղ է ստացվում այստեղ Արաքելյանի փոխանցումը կարծում եմ կար ավելի հարմար տարբերակներ աչից երկու ֆուտբոլիստ էր այստեղ թե Գրիգորյանը թե Պողոսյանը միացել թիմի գրոհին, բայց շտապեց մի փոքր Արաքելյանը Մանուկյանի փոխանցումը մի փոքր շեղությամբ ընթացավ ու եզրային նետում Իմակիրասի Նապոլին Պողոսյան կատարեց փոխանցում Կարո Պողոսյանի ուղղությամբ ու այս փոխանցումն էլ հաջող է ստացվում Նարեկ Պողոսյանն է գնդակով արգելակեց ու սա Չկար, այո, չկար այստեղ խաղի կանոնների խախտում, ես ուզում էի ասել արդեն, որ խախտեց մրցակիցը խաղի կանոնները, բայց ամեն ինչ խաղի կանոնների սահմաններում էր։ Վարդանյան ու անկյունային հարված կտեսնենք, այո։
Հա, փոխանցումը վտանգավոր է, բայց բարձր է արվածում այստեղ շատ նպաստավոր դիրքից Մարսելի 26 համարը Արման Սահակյան, ով այսօր արդեն դարձել է մեկ գոլի հեղինակ շատ բարդ իրավիճակում, բայց այս դիրքից բարձր արվածեց Պողոսյան լավ անցում էր, կարողացավ փոխանցում էր կատարել, բայց հեռացնում են Մարսելի ֆուտբոլիստները գնդակը, Ալումյան հաջող անցում էր, տեսնենք հիմա Մարսից փոխանցում եւ այստեղ անկյունային հարված կտեսնենք, այո, շատ լավ հնարավորություն կորցրեց Նապոլին, Արաբյանը ձգվեց միջև վերջ, բայց հեռացեցին Մարսելի ֆուտբոլիստները գնդակը, Արշակ Արաքելյան, հարված եք տեսնում այստեղ Սահակյանի իր վրա են ընդունում գնդակը Պողոսյան դեպի աչեղացում, որտեղ Նարեկ Պողոսյանն է Բարսից փոխանցում, բայց նորից Մարսելի ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը Հերվից հարված եւ այստեղ ձեռքով խաղաց Արաբյանը ու կպատժվի դեղին քարտով Հեղություն Արաբյանն էր, այո, այստեղ Միքայել Արաբյանը պատժվեց դեղին քարտով ու հարված կլինի Մարսելի դարպասից Արաբյան լավ փոխանցում ստացվեց հիմա 3-ի դիմա չարժվում են առաջ Նապոլիի ֆուտբոլիստները Արաքելյան Սարավ գնդակիր է տարանջում Արաքելյանը ու միայն եզրային նետում է վաստակում իր թիմի համար Ալումյան շատ հեռու թողեց գնդակը Եզրային նետում տեսնենք Պողոսյան ստացվեց անցումը, բայց չպահեց գնդակը դաշտի սահմաններում, այո Եվ այո, այստեղ կրպազը կանոնների խախտում Ալումյան կատարում է Պողոսյանի փոխանցում, բայց
Պողոսյանի հետ փոխանցումը այնպես չստացվեց, ինչպես մտածել էին Նապոլի ֆուտբոլիստները։ Կարո Պողոսյան նրան Հայրոյանն է դիմավորում ու այստեղ Սահակյանն էլ վաստակում է անկյունային հարված։ Տեսնենք անկյունային է հիմա ինչպես կխաղարկեն Մարսելի ֆուտբոլիստները վտանգավոր է, բայց կա հարվածը ու ինչ է կատարվում այստեղ բարձր է ընթանում երկրորդ կատարած հարվածը։ Ու հարված կլինի Նապոլիի դարպասից։ Պողոսյան մնացին գնդակով Նապոլի ֆուտբոլիստները Արաքելյան լավ նկատեց Արաբյանին բայց այստեղ գերազանց է պաշտպանում Վարդանյանը ու հասցրեց փոխանցում էլ կատարել Ալումյան լավ իջեցեց Արաքելյանը գնդակ ուղարկում է Ալումյանին Ալումյան բայց այս անգամ անցումը չստացվեց Ալումյանի ու հիմա Սահակյանը շարժվում է առաջ ունի քանը կգնար ավելություն Մարսելը հարցակման գծում բայց շատ ամենա անհարմար փոխանցումը եղավ ու հիմա Նապոլին է ավանցել պատասխան գրոյի Արաբյան Պողոսյան թողնում է գնդակը Ալումյանին նորից Պողոսյան Գրիգորյան գուցե հեռվից հարվածի Գրիգորյանը ոչ առայժմ Աճ ուղարկեց իսկ Պողոսյանի այս փոխանցումը շատ անհաջող ստացվեց ու հարված կլինի Մարսելի դարպասից Պողոսյան մնաց գնդակով կատարեց փոխանցում Գրիգորյանն շարժվում առաջ դեպի ձախ ուղարկեց գնդակը Ալումյան հարված ու հիմա դարպասաձողն է փոխօգնության գալիս Մարսելին Պողոսյան գրում է Նապոլին Ալումյան լավ փոխանցում է չանցավ Պողոսյան նորից փակված է փոխանցման ճանապարհը այո այստեղ երկու դեպքում էլ չհասավ գնդակը Պողոսյանին այդ դրվագներում շատ հաջող պաշտպանվեց Մանուկյանը ու հիմա Նապոլին կսկսի հերթական գրո Ալումյան լավ է նկատել Արաբյանին, բայց ուժեղ է կատարում փոխանցում այստեղ Ալումյանը իսկապես սա հնարավորություն է Նապոլիի համար, բայց նորից չեն օգտագործում իրեն շանսը Պողոսյան տարավ գնդակը կհասնի այս գնդակին անկասկած ու այն պահում է դաշտի սահմաններում դեպի Կարո Պողոսյանը Պողոսյան ու բարձր է ստացվում Պողոսյանի կատարած հարվածը փոփոխություն Մարսելի կազմում Այո, կար խաղի կանոնների խախտում այստեղ շատ կոպիտ խախտեց խաղի կանոնները Ալումյանը, բայց մոտեցավ եւ ձեռ մեկնեց մրցակից թիմի ֆուտբոլիստին։ Ինչի համար շնորհակալություն հայտնենք Ալումյանին։ Այո, ֆուտբոլում հարգանքը մեկը մյուսի հանդեպ շատ կարևոր է։
Իշել այստեղ բնավորություն է դարձել գրեթե բոլոր թիմերի մոտ։ Հիմա Իսկանդարյանը կիրացնի ստանդարտը, բարձից փոխանցում, շատ լավ փոխանցում ստացվեց Վարդանյան արված, դարպասապա այստեղ տեղում էր ու թույլ չտվեց, որպեսզի գնդակը երրորդ անգամ հայտնվի դարպասում։ Կլեկչյան Ինչը կատարվում այստեղ չկա ոչ ոք, Գրիգորյանն է միայն Նապոլի ֆուտբոլիստներից։ Արաբյան շարժվում է առաջ, Արաբյանը մնաց գնդակով Միքայել Արաբյանը ու այստեղ չկարողացավ պահել հավասարակշռությունը ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Աջ եզով է գրում Նապոլին, ներողություն Մարսելը, բայց այստեղ հենց Մարսելի ֆուտբոլիստից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Պողոսյան, այո, չի բացվում առայժմ Նապոլին, չի փորձում ողջ գնով նետվել առաջ ու հավասարեցնել այս հանդիպանաշիվը, դեռ նախ կա խաղաժամանակ այս խաղին այս գրոյից հետո։ Պողոսյան փոխանցում, բայց այստեղ պաշտպանը հեռացեց գնդակը, Կարո Պողոսյան ուղարկում է գնդակը Արաքելյանին։ Ու այստեղ համար պայքարում անկյունային արվածի հնարավորություն է վաստակում Միլան Գրիգորյանը։ Այո, սա դեռ դիմակայության առաջին հանդիպումն է եւ բնականաբար պարտվել պատասխան հանդիպումից առաջ մեկ գնդակ ավելի լավ է, քան բացվել գնալ այդ մեկ գնդակ այս խաղում ելք բերել ու պատասխան հանդիպումը մեկնարկել երկու կամ ավելի գնդակների տարբերությամբ, իհարկե այդ հանգամանքը հաշվ են առնում Նապոլի ֆուտբոլիստները։ Հիմա գրովում է Մարսելը, տեսնենք։ Կա փոխանցումը պետք է գրավել դարպասը, բայց Կլեկչյանը գերազանց է գործում այստեղ։ Պողոսյան շարժվում է առաջ, հիմա կարող է Նապոլին այսպես ասած պատժել մրցակցին։ Նարեկ Պողոսյան հարված ու անկյունային կտեսնենք, այո, շատ վտանգավոր գործեցին, գրոհեցին երկու թիմերն էլ մեկ րոպեի ընթացքում, բայց ոչ ոք նրանցից չգրավեց մրցակցի դարպասը։ Հենց Պողոսյանն էլ կիրացնի անկյունայինը, կա փոխանցումը, Արաբյան արդված, բայց այստեղ պաշտպանն իր վրա է ընդունում գնդակը, ինչ հետաքրքիր վերջնամաս է ստացվում։ Նորից գնդակը Նապոլիինն է լինելու։ Կա փոխանցումը, ինչ է կատարվում այստեղ եւ ինչ է կատարվում, չդիպավ ոչ ոք գնդակին, բայց ես ռային նետում կտեսնենք։ Գիտեց մրցավարը նախորդ դրվագի կրկնապատկեր է ու նշանակում է 11 մետրանոց հարված Մարսելի դարպասի ուղղությամբ, այո, դիպել էր գնդակը Մարսելի պաշտպանի ձեռքին։ Ու հիմա տեսնենք շատ լավ հնարավորություն ունի Նապոլին հանդիպան հաշիվ այս խաղում երկրորդ անգամ հավասարեցնելու։ Տեսնենք ով կիրացնի Նապոլիից այս հարվածը, կարծես Արաբյանն է մոտենում գնդակին, այո։ Տեսնենք Արաբյան թե Մաղաքյան այս հիմակայությունով ավելի հաջող կգործի, կա մրցավարի Սունիչը, Արաբյան ու գնդակը դարպասում է անկասելի հարված 2-2 Նապոլին նորից հավասարեցնում է հանդիպման հաշիվը։
Երկու այո անկասելի է Արաբյանի հարվածը ու հիմա արդեն Մարտական ոչ ոքի է ստացվում այս խաղում, այս դիմակայության առաջին խաղում Տեսնենք Քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին մոտ 6 րոպեից մի փոքր ավել եւ այդ ընթացքում իհարկե թիմերից որևէ մեկը կփորձի խաղի վերջնամասում առավելությունը իր կողմը թեքել Կար այստեղ խաղի կանոնների խախտում Արագ խաղարկում են Մարսելի ֆուտբոլիստները գնդակը Մրցավարի Սուլիչի Իսկանդարյան Փոխանցում Տուգանային հրապարակ, բայց Արաբյանն է հեռացնում գնդակը Այդոյան չանցավ նրա կատարած փոխանցումը Իսկանդարյան Բարձից դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, այստեղ պայքար է ընթանում գնդակի համար ու եզրային նետում միայն Գիրասի Մարսելը Սահակյան Կանաց գնդակով այստեղ Վարդանյանը դեպի աջ է ուղարկում Այրոյանին Փոխանցում ու այստեղ չէր սպասում այս փոխանցմանը չկարողացավ լավ արձագանքել գնդակին Մարսելի արձակվող այս դրվագում Համբարձում Մանուկյանն է հայտնվել Պողոսյան շտապվեց անցումը, Հայրոյան լավ անցում կարողացավ կատարել այստեղ Գալստյան, բայց այստեղ նրա կատարած փոխանցումից հետո խլեցին Նապոլիի ֆուտբոլիստները գնդակը Պողոսյանն է շարժվում առաջ ու հիմա էլ նա է կորցնում գնդակը Պողոսյան Ալումյան Ճանցավ այս փոխանցումը եւ հեռացնում են Մարսելի ֆուտբոլիստների գնդակը ոչ այնքան հեռու Նարեկ Պողոսյան 3-2 Նապոլին առաջ է հասնում հաշվի մեջ Այո, այս խաղում համբերատար սպասեցին Նապոլիի ֆուտբոլիստները ողջ հանդիպումը զիջողի կարգավիճակում էին պարտվողի, բայց հիմա հանդիպան վերջնամասում Պողոսյանը առաջ է մղում Նապոլիին հաշվի մեջ ու շատ քիչ խաղաժամանակ է մնացել Մարսելին, որպեսզի փորձեն փրկել այս հանդիպումը, այո, Նապոլին այս խաղում առաջին անգամ է առաջանցում հաշվի մեջ Կա մրցավարի Սուլիչը, Սահակյան Եվ անկյունային հարված ոչ Նապոլի
Ֆուտբոլիստի չէր հեռացել գնդակ ու արված կլինի Նապոլի դարպասից։ Պողոսյան կպա իհարկե գնդակը այստեղ Պողոսյանը ու չկար խաղի կանոնների խախտում։ Պողոսյան հիմա կա արդեն, այո, կա խաղի կանոնների խախտում, Մուսա դեղին քարտ է։ Կա մրցավորի սլուչը Գրիգորյան, փոխանցում, Ալումյան, Արաբյան ու այո, սա խաղի կանոնների խախտում է Արաբյանի կողմից։ Իսկանդարյան խորքից փոխանցում, Սահակյանը հասնում է գնդակին։ Բայց այստեղ Արաքելյանը հեռացեց գնդակը։ Գրիգորյանը հասնում է այս գնդակին ու կա Պողոսյանի տարբերակը նկատեց, բայց սխալվում են Մարսելի պաշտպանները Նարեկ Պողոսյան, Ալումյան, Արաքելյան, Բարսից փոխանցում, Պողոսյանը հաջող իջեցեց այստեղ գնդակը, հիմա Իսկանդարյանն է շարժվում առաջ դեպի ձախ ուղարկեց գնդակը, բայց այս փոխանցում ուժեղ է ու վերջ հանդիպումն ավարտված է, այնուամենայնիվ Նապոլին կարողացավ հաղթանակ տանել դիմակայության առաջի խաղում, իսկ մեզ մոտ կարճ է դադար, որից հետո կշարունակեն խաղային օրը։